Մեկ արդեն շարժվում ենք ու Dear passengers, հայտարարեցին, welcome որ to our ferry. For a safe and comfortable journey, please do not take your children away from որ you. երեխեքին ձեզ մոտ պահեք Including electronic cigarettes, is not allowed սիգարետ on the մի ferry. ծխեք։ We wish you a good journey. Զգուշացնում են։ Ահա շարժվեցին։ Փառքասոճի ժամանակին şarjվեց։ Feribotumuza hoş geldiniz. Güvenli ve rahat bir yolculuk için uymanız gereken kurallara dikkatinizi çekmek istiyorum. Görevliler önüne iniş talimatı verene kadar lütfen arkalarında bekleyin. Հայք ինչ գեղեցիկ է։ Ահա Ստամբուլը։ Ինչ հետաքրքիր է, Աստված հավատարիմ է, գիտեք, Աստված հրաշքները սիրում անել, մեկ զգա մեքենաները ստեղ արդեն, ահա, մարդիկ կան, որ ես մեքենաներով են եկել, հիմա անցնում ենք Յալովա, որ կար ճանապարհ լինի, դրա համար ժամը կեսից կլինենք Յալովայում, մեկ ինչ հետաքրքիր է, Աստված ինչ լավ է ստեղծել, ամեն ինչ իմ քույր եղբայր, դու ուղղակի որոշում կայս շուտ չսահմանափակես թեկուզ քո մտքում, գլխում, թե ոնց պետք է անես, ինչ պետք է անես, մեր Աստված հավատարիմ է, ինքը ամեն բան անում է ճիշտ ժամանակին, ուղղակի սկսի մտածել, Աստված թե ինչ լավ բաներ է անում։ Օրինակ դու կարող ես պատկերացնել, որ ասում է ժողովուրդը, այս ամբողջ երկրագնդի վրա ժողովուրդը մի կաթիլ ջուրի նման Աստծո աչքին ինչքան մեծ է մեր Աստված, որ մի կաթիլի մեջից այդքան ժողովրդի մեջից ինքը քեզ ճանաչում է, ինքը քեզ հատուկ է սիրում, դրա համար ուղղակի սկսի մտածել դրա մասին, թե ինչքան թանկ ես դու Աստծո համար ու Աստված ունի ծրագիր ամենալավ բաներն անում ինքը քո համար։ Ահա հրաշքներ անող Աստված է։ Ես հիմա ուղղակի ուզում եմ ցույց տամ, մեկ տեսեք, բացեցին այդ երկինքը, ինչ հետաքրքիր է երկինքը, ամպերը, Աստված հրաշքներ անում, ես ուզում եմ ասեմ, որ երբեք մի հանձնվեք, երբեք Աստված հավատարիմ է, ամեն ժամանակ, այն ժամանակ չկա, որ Աստված հավատարիմ չլինի, գիտեք ինչ էր, որ Դանիելին գցեցին գուբի մեջ, ինչ էր, առուզները սոված առուզներ են, որ պետք է իրան ուտեին, բայց ինքը վստահեց Աստծուն, պատկերացրեք, առուզները այդքան ամուշ իրան մոտ չեկա, ինքը այդ ժամանակ դժվար ժամանակներ ինքը ծնկի եկած առավանում էր Աստծուն, չէր նայում իրավիճակին իմ քույր եղբայրը, իրավիճակները հաջվարացին ու տան, ու տենց էլ հիմա Աստված քեզ ասում քույր եղբայր, որ դու ինչ իրավիճակի մեջ լինես, սկսի աղոթելը, փառաբանել Աստծուն, մի նայ այդ իրավիճակները չեն եկել, որ քեզ կուլ տան, այլ եկել են, որ դու իրանց զորանաս, ուժեղանաս ու անցնես, ու դրա համար մեր Աստված այսօր շատ լավն է, հրաշքներ անող Աստված է, ինքս եկել է մեզ զորացնել, գիտեք, այս պրոբլեմները, որ գալիս է մեր կյանքում, չպետք է նստենք տրտնջանք, այլ պետք է մենք հաղթենք, հասկանանք, որ եկել է, որ մենք զորանանք, մարզվենք, անցնենք ուրիշ էտապի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, եղեք օրհնված, մեր Աստված հավատարիմ է, այք ինչ հետաքրքիր է, գիտեք, զարմանալի է, 3 փոթորիկ ու այսօր էլ ահագին, 3 ահագին նավեր չեղել են համարել, ուղևորներ չեն կարողացել անցնել ու հետաքրքիր էր, որ մերանք ասեցին, եկեք գնանք ուրիշ քաղաք, Գերզաներից անցնենք, ասում եմ չէ, ես նավով եմ գնալու, քանի որ Աստված հավատարիմ է, ինքը ասել է, ինքը անող է, փոթորիկներին Հիսուսը կանգնացրեց, մենք ինչի պետք է, մենք ճանապարհը թեքենք, ոչ այդ իրավիճակը պետք է հեռանա, ու դրա համար իսկապես հիմա տեսեք Աստված հավատարիմ է, մի սպասեք, որ իրավիճակը լինի նոր կորակ ասեք, հալելույա, փառք Աստծո, Աստված իր լավն է, այդ ժամանակ է գալու քննություն ես տալի, ինչ ձև ես նայում դու Աստծուն, այդ իրավիճակին, Աստծո աշկերով, թե քո երևույթով ճանապարհ ես փնտրում ոնց անես, ինչ անես, Աստված մի ճանապարհը դա Հիսուսն է, փրկությունը Հիսուսն է, դրա համար օրհնում եմ ձեզ, եղեք օրհնված Հիսուսի անունով, այսօր 29-ն է, Տերը պարգևներ ա տալի, պարգևներ, նորոձություն ա տալի, թարմացնում ա, ճանապարհներ ա սարքել քո համար, նոր ծառայություն, նոր հանդիպումներ, նոր ամեն բան նոր անում,
ուղղակի պատրաստ եղի ճկուն եղի, որ կարողանաս անցնես այս վիճակի մեջ Հիսուսի անունով ամեն